Հարուս սիրելի հայրենակիցներ, եթե կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն փետրվարի 17-ն է, երեկ մենք հաղորդում չենք պատրաստել, քանի որ մեծ հաշվով շատ բան չկար խոսելու ունեինք Գալուզինի, Ռուսաստանի փոխարքորձ նախարար Գալուզինի գալյուցինացիայոտ հայտարարությունը, իր ազգին նմանեցնենք Գալուզինի գալյուցինացիայոտ հայտարարությունը Հայաստանի մասին, որը որ անթափույց փաստացի սպառնալիք էր, բայց նույն ժամանակ մի փոքր այլ ոճի մեջ, որը որ մեզ հուշում է, որ թե ինչ գործիքներ կարող է կիրառել Ռուսաստանը ընդդեմ Հայաստանի, որը որ շատ ակտիվ մերձենում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, եւ ամենակարևորը այն է, որ Գալուզինը Հայաստանին ներկայացնում է որպես գործիք արևմուտքի ձեռքերում, այսինքն իբր Հայաստանը ինքնուրույն կամք, քաղաքական գիտակցություն, ազգային եւ պետական շահ, ինքնուրույնություն չունի եւ գործիքի է վերածվել եւ վերածվում արևմուտքի ձեռքերին, շատ վիրավորական է, մենք օրինակի համար չենք ասում, չէ, որ նույն Ռուսաստանը Չինաստանի ձեռքերում գործիք է ընդդեմ Ուկրաինայի եւ արևմուտքի, բայց իրենք ասում են, որ մենք իբր գործիքի ենք վերածվում ընդդեմ Ռուսաստանը, ինչը բնականաբար չի արտահայտում իրականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները շատ կոռեկտ են Ռուսաստանի նկատմամբ, շատ կոռեկտ են։ Բազմիցս ասել են, որ համեմատելի չէ նույն Միխայել Սաակաշվիլի քաղաքականության հետ, Մոլդովայի իշխանությունների քաղաքականության հետ, Ուկրաինայի քաղաքականության հետ, նույնիսկ հիմա Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության հետ չի կարելի համեմատել Հայաստանի քաղաքականությունը։ Այդ կան հավասարակշռված, չափած ձևած քաղաքականություն է վարում Հայաստանը։ Ահա այս հարցը պետք է մենք քննարկենք, դրանից բացի կանդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բանակցությունները կարծես թե մտնում են հիմնական եւ հնարավոր է նաեւ մտնեն շատ արագ ավարտական փուլ եւ շատ շուտով մենք տեսնենք արդեն բուրըն իրադարձությունների ծավալում մերձավոր արևելքում, կասեմ թե ինչու, դրանից բացի տեսնում ենք, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կրկին ակտիվանում են, Թրամփն էլ ուղերձներ է հղում Ուկրաինային։ Ահա այս հարցերը կքննարկենք այսօրվա հաղորդման մեջ, սակայն մինչև դա անպայման կոչ եմ անում նաև լայքել, հիշեցնում եմ, քանի որ հիշեցնելը կարծում եմ կարևոր է, մեր հայրենակիցների մի մասը խոստովանում է, որ մոռանում է լայքել, նաև բաժանորդագրվեք, դա եւս չափազանց կարևոր է թե մեր, թե ձեր համար, որպեսզի տեղեկացված լինեք, բայց անպայման զանգակը դրեք, թե չէ բաժանորդագրումը կարող է չօգնել ձեզ, որ ամեն օրվա ռեժիմով կարողանաք հետևել մեր հաղորդումներին։ Կարող եք նաև գրել ակտիվ ձեր մեկնաբանությունները մեր հաղորդման տակ։ Ուրեմն, որպեսզի երկար բարակ չընթերցեմ Գալուզինի հայտարարությունը, հստակ նշեցի մեկ բան, որ ինքը ասում է, որ Հայաստանը գործիքի է վերածվել արևմուտքի ձեռքում, հետո նաև տնտեսական սպառնալիքները, դուք իմ վերլուծությունները շատ եք լսել Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, հատկապես վերջերս ինչպիսի քաղաքականություն է այն վարում, ես կարող եմ միայն ասել այն, որ J.D. Vance-ի այցից հետո իրենք մի փոքր խճճվեցին, տարբեր տեսակի հայտարարություններ հնչեցին, ասեցի, որ շատ հավասարակշռված հայտարարություն արեց Պեսկովը, լավ ենք ասում, նաև Ռուսաստանի դեսպանը Հայաստանում, ինչը շատ զարմացրեց ինձ, էլի Պեսկովը միշտ էլ հավասարակշռված հայտարարություններ անում, բայց ոչ Կոպերկինը, բայց տեսանք այնտեղ հավասարակշռություն, հետո Զախարովաները, Գալուզինները եւ այդպես շարունակ ամեն ինչ սկսեցին հակառակ ձևով ներկայացնել, Շոյգուի հայտարարությունը տեսակ, ՀԱՊԿ-ի հայտարարությունը տեսակ, այսինքն մենք խոսել ենք դրա մասին, բայց ահա նոր հայտարարությամբ է հանդես եկել Գալուզինը, որը որ կցանկանայի այսօր արդեն ձեզ ներկայացնել արհեստական բանականության վերլուծությամբ։ Այսինքն ես փորձեցի տեսնել, թե որքան է համընկնում իմ հայացքը, իմ տեսակետը արհեստական բանականության մոտեցումների հետ եւ ինչ է նշանակում Գալուզինի վերջին խոսքերը ու տեսա, որ բավականաչափ
մոտեն մեր վերլուծությունները արհեստական բանականության մոտեցումներին, այսինքն այդ տեքստը լրիվ փորձում է վերծանել եւ բացատրել, թե ինչ ուղերձեր փորձում հղել Գալուզինը Հայաստանին։ Ես կարծում եմ, որ ձեզ էլ նույնպես հետաքրքիր կլինի այն լսել։ Իրավացի եկեք մի կողմ դնենք պաշտոնական դիվանագիտական լեզուն եւ իրավիճակին նայենք ավելի սառը, ռեալիստական ու հայաստանակենտրոն դիտանկյունից, Գալուզինի հայտարարությունը կարելի է ընկալել ոչ թե որպես բարեկամական խորհուրդ, այլ որպես դասական աշխարհաքաղաքական շանտաժ, որն ունի մի քանի շատ կոնկրետ թիրախներ։ 1. Տնտեսական պատանդի կարգավիճակը, երբ Մոսկվան խոսում է ԵԱՏՄ-ի բարիքների մասին, նա իրականում հիշեցնում է Հայաստանի կրիտիկական կախվածության մասին։ Սա ակնարկ է, որ եթե Երևանը շարունակի արևմտյան վեկտորը, Ռուսաստանը կարող է գործի դնել իր տնտեսական լծակները, Լարսի անցակետի տեխնիկական խնդիրներ, գազի գնի վերանայում, հայկական ապրանքների արտահանման արգելքներ, սանիտարական պատրվակներով։ 2. Անվտանգային վակուումի մանիպուլյացիա։ Գալուզինի խոսքերը, թե մենք Հայաստանին չենք թողնում դաշնակցային սահմաններից դուրս, հնչում են որպես զգուշացում։ Սա նշանակում է, եթե դուրս գաք մեր ազդեցության գոտուց, մենք այլևս որևէ պատասխանատվություն չենք կրի ձեր սահմանների անվտանգության համար կամ նույնիսկ կարող ենք չխոչընդոտել հնարավոր էսկալացիաներին։ 3. Գործ Նույնիսկ ավելին, այստեղ ավելի ուղիղ սպառնալիք է ես տեսնում, ինչը չտեսա օրինակի համար արհեստական բանականությունը շարունակենք։ Տիքի թեզը որպես սուբյեկտայնության շղթում, Ռուսաստանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը սեփական կամք չունի եւ ընդամենը արևմուտքի ձեռքի խաղալիքն է։ Սա արվում է երկու նպատակով. նսեմացնել Հայաստանի ինքնուրույն որոշումները, ներքին պառակտում մտցնել հայ հասարակության մեջ վախեցնելով Ուկրաինայի ճակատագրով։ 4. Երկակի ստանդարտներ։ Մոսկվան խոսում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անհամատեղելիության մասին, սակայն ժամանակին ինքն էր ակտիվ առևտուր անում Եվրոպայի հետ։ Հիմա, երբ Ռուսաստանը մեկուսացված է, նա փորձում է Հայաստանին պահել նույն մեկուսարանում, որպեսզի Հայաստանը շարունակի ծառայել որպես Ռուսաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող պատուհան, զուգահեռ ներմուծում, ֆինանսական գործարքներ եւ այլն։ Ինչ է սա։ Այսինքն արհեստական բանականությունը հստակ տեղեկություններ ունի, որ Հայաստանի միջոցով այնուամենայնիվ բազմաթիվ ապրանքներ են գնում դեպի ռուսական շուկա, որոնք որ պատժամիջոցների տակ են։ Աստացի դա է ասում արհեստական բանականությունը։ Նշանակում Հայաստանի համար։ Սա նյարդերի պայքար է։ Գալուզինի տեքստը ոչ թե երկխոսություն է, այլ վերջնագիր է, որը փաթեթավորված է դաշնակցային բառապաշարով։ Հայաստանի համար խնդիրն այն է, թե ինչպես դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու անվտանգությունը առանց հրահրելու Ռուսաստանի կտրուկ եւ ցավոտ հակազդեցությունը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, արհեստական բանականության վերլուծությունից Գալուզինի այդ տեքստից Ռուսաստանը փորձում է սպառնալ, բայց նույն ժամանակ Ռուսաստանը այլ մարտավարություն է ընտրել, ըստ ինձ, եւ իրենք շատ ակտիվ պատրաստվել են եւ պատրաստվում են գալող ընտրություններին։ Նույնիսկ շատ ավելի, քան նախկինում խորհրդարանական ընտրություններին, քանի որ նախկինում համոզված էին, թե եթե Արցախը իրենք հանձնեցին, ամեն ինչ արեցին, որ Արցախը ընկնի, ապա հայ ժողովուրդը կարծի, որ դա արեց հենց Նիկոլ Փաշինյանը իր սխալ քաղաքականության պատճառով։ Բայց հայ ժողովուրդը, քանի որ շատ իմաստուն գտնվեց, կրկին չանցավ ռուսական այդ պլանը, իսկ հիմա մենք ունենք լրիվ այլ իրավիճակ, որտեղ որ մեծ ահռելի գումարներ են ներդրվում, որպեսզի Հայաստանում իրականացնեն իշխանափոխություն։ Նախկինում եւս այդ ամենը կար, կրկնեմ, չկար չէ, բայց հիմա կոնկրետ շատ մեծ գումարներ են ներդրվել եւ ավելի մեծածավալ ահռելի մասշտաբների պատերազմ է գնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, կոնկրետ հիբրիդային պատերազմ։ Եվ այս անգամ իրոք մտավախությունները շատ են, քանի որ ես կարծում եմ, որ ոչ միայն ընտրությունների միջոցով, այլ նաև պլան B կունենա անպայման Ռուսաստանի Դաշնությունը ընտրություններից հետո։ Եթե ընտրությունները չանցնեն իրենց ուզած ձևով, այսինքն դրանել են արդեն իրենց պատրաստում իրենց
հայտարարություններում, երբ որ համեմատում են Մոլդովայի հետ, Հայաստանը Մոլդովայի ընտրությունների հետ, նշանակում է, որ իրենք ունեն նաև երկրորդ սցենարը, եւ այս ամենից հստակ երևում է, որ Հայաստանի իշխանությունները եւ հասարակությունը պետք է պատրաստվեն ոչ թե նախորդ ընտրությունների եւ նախորդ ընտրությունների ժամանակ առաջացած այդ դժվարություններին, այլ պետք է պատրաստվեն շատ ավելի վատ եւ դժվար սցենարների։ Եթե նորմալ անցնեն Հայաստանում ընտրությունները եւ Հայաստանում չհաղթեն այն ուժերը, որոնք որ Հայաստանի գուբերնիզացիայի կողմնակիցներ են, թաքնված, բայց այնուամենայնիվ կողմնակիցներ են, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ պայմանագրերը, որոնք որ կնքվեցին, ուժի մեջ մնան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ի վերջո այդ ներդրումները իրականացնեն Հայաստանում, Հայաստանը լրիվ այլ երկրի կվերածվի։ Ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը համարձակվի կոնկրետ ինչ-որ ուժային գործողություններ ձեռնարկել այդ ժամանակ ընդդեմ Հայաստանի։ Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ կարևոր երաշխավոր է, ճիշտ է, ոչ թղթի վրա, բայց ներքին կարգով շատ կարևոր երաշխավոր է դառնում, եթե այդպիսի ներդրումներ է անում, այդպիսի փաստաթղթեր է ստորագրում, բայց ընտրությունները կոնկրետ մեր գործն են, որպեսզի ընտրություններում Հայաստանում հաղթեն կոնկրետ այն ուժերը հաղթանակ տանեն, որոնք որ ինքնիշխանության եւ անկախության կողմնակիցներ են։ Եկեղեցուց մենք մանրամասն խոսեցինք անցյալ հաղորդման ժամանակ եւ եկեղեցին նույնպես ցավոք սրտի վերածվել է իրենց կողմից գործիքի, բայց ոչ միայն Հայաստանում է դա այդպես, տարբեր երկրներում է, հետխորհրդային միության այդ բոլոր երկրներում գրեթե այդպես է, որոշ տեղերում շատ, որոշ տեղերում քիչ, ամեն տեղ չէ որ քրիստոնյային, մահմեդականների մոտ մի փոքր այլ ձև է ամեն ինչ, բայց Ռուսաստանը փորձում է օգտագործել կրոնը, եկեղեցիները ընդդեմ տվյալ երկրներում իշխանությունների։ Եվ մենք պետք է սա հասկանանք։ Ու չպետք է նաև զարմանանք, որ Սփյուռքից կան տարբեր տեսակի հայտարարություններ, մեծ գեղեցիկ կազմակերպություններ, գեղեցիկ անվանումներ ունեցող ինչ որ հայտարարություններ են անում, ասեմ, որ ցավոք սրտի որոշները չեն էլ հասկանում, թե ինչ են անում, անպայման չէ, որ բոլորը քաղաքականապես կոփված են, ես միշտ էլ ասել եմ, բայց կան նաև ուժեր, որոնք որ եկեղեցու իրավիճակում են, ցավոք սրտի, մեր հայ առաքելական եկեղեցու իրավիճակում են, պատանդի իրավիճակում են եւ չունեն սեփական կամք, որպեսզի ճիշտ կողմնորոշում ունենան։ Նաև որոշների աչքի առջև մի հատ շերտ է առաջացել, Նիկոլ Փաշինյանը վատն է, Նիկոլ Փաշինյանը դավաճան է եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի նա հեռանա։ Իրականությունը չեն տեսնում այդպիսի մարդիկ եւ հետեւաբար կազմակերպություններ, քանի որ կազմակերպությունների հետևում կանգնած են մարդիկ եւ իրենք կրկնեմ թելերով, տարբեր թելերով կապված են նույն ուժի հետ, որի հետ որ կապված է նաև մեր հայ առաքելական եկեղեցու բարձր վերնախավը։ Եվ մենք պետք է կտրենք այդ թելերը, ոչ միայն որպեսզի մեր եկեղեցին ազատագրվի, դառնա անկախ, իրոք անկախ, ինչպես որ 1700 տարվա եկեղեցուն վայել է, այդպես էլ այդ կազմակերպությունները եւ կուսակցությունները պետք է կտրվեն այն թելից, որը որ կապում է իրանց եւ թույլ չի տալիս մտածել Հայաստանի անկախության օգտին։ Այդ գեղեցիկ ազգային լոզունգները, ուլտրաազգային լոզունգները ոչինչ են։ Դրանք էլ մի հատ իլյուզիա են ստեղծում բոլորի համար, որ իբր նրանք ազգային են, բայց իրականում նրանց քաղաքականությունը ցավոք սրտի, շատ մեծ ցավով եմ սա նշում, ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության։ Սա պետք է մենք հասկանանք եւ նույն ժամանակ մեր գործը բարդ է նրանով, որ այս ամենը տեսնելով եւ գիտակցելով մենք պետք է մաքսիմալ ձևով չլարենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դարերով Ռուսաստանի Դաշնությունը եղել է մեր հարևանը եւ այն այդպես էլ կմնա մեր հարևանը եւ շատ մեծ ահռելի երկիր, ում հետ պետք է հարաբերվել, ում պետք չէ ավելնորդ տեղը ավելի շատ
թշնամի դարձնել։ Իրենց վերաբերմունքը շատ պարզ է, շատ վտանգավոր է, բայց մենք էլի պետք է նույն ժամանակ կորեկտություն ունենանք, որպեսզի կարողանանք հաղթել այդ ներքին տարաձայնությունները, կտրել այդ թելերը, որոնք որ կապում են մեր կուսակցություններին, եկեղեցուն Ռուսաստանի հետ, եւ նույն ժամանակ շատ լավ եւ ճիշտ հարաբերություններ ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ։ Շատ բարդ է, գրեթե անհնարին է, բայց մենք պետք է հենց այս ճանապարհով ընթանանք եւ Գալուզինին էլ պետք է ապացուցենք, որ մենք ոչ մեկի գործիքը չենք, որպեսզի օգտագործվենք ընդդեմ Ռուսաստանի։ Թող իրենք մտածեն, թե ում գործիքն են, որ պայքար են հիմա մեղում, պատերազմում են ընդդեմ Ուկրաինայի։ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի դառնա որևիցե երկրի գործիքը։ Մենք շատ հին քաղաքակրթություն ենք, բազմիցս սա նշել եմ, կարող են իրենք մի հատ մտնել, ծանոթանալ, թե ինչ հսկայական մեծ փառավոր պատմություն է ունեցել Հայաստանը, օրինակի համար մեզանից 2000 տարի առաջ աշխարհի գերտերության Հռոմի հետ մենք պատերազմներ ենք մղել, եւ այդ ամենը կա համաշխարհային պատմության մեջ։ Հիմա իրենց թվում է, թե մենք կարող ենք ինչ-որ մեկի ձեռքին գործիք դառնալ, քանի որ 30 տարի իրենց ձեռքում, քանի որ ցավոք իրենց ձեռքերում 30 տարի գործիք ենք եղել, իսկ հիմա անկախացել ենք, իրենց թվում է, թե մենք ուրիշի ձեռքերում ենք գործիք, չէ, մենք մեր հարաբերություններով, ճիշտ վարքով կարող ենք ապացուցել, որ ոչ մեկի ձեռքին էլ մենք գործիք չենք, բայց նույն ժամանակ չենք ցանկանում այլևս լինել Ռուսաստանի ձեռքերում գործիք։ Կարող ենք լինել լավ հարաբերություններ ունեցող երկրներ միմյանց հետ, բայց ոչ Ռուսաստանի ձեռքին գործիք։ Եվ կարծում եմ, իրենք էլ, եթե մեր տեղում լինեին, այսինքն մենք եթե տեղերով փոխվեինք, իրենք էլ նույն կերպ կվարվեին։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի բառով խոսենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Խաղաղության խորհրդի անդամները Գազայի մասով հավաք կկայացնեն արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 19-ին Թրամփը հրավիրել է բոլորին խաղաղության խորհրդի այդ հավաքին եւ ասում է, որ $5 միլիարդ է հատկացվելու Գազայի համար, հավանաբար Հայաստանի վարչապետը եւս մասնակցելու է այդ հավաքին, բայց մենք տեսնում ենք, որ Գազայի շուրջ իրավիճակը շատ բարդ է, 2 օր առաջ Իսրայելը նոր հարվածներ էր հասցրել Գազայում եւ Reuters-ի տեղեկություններով այդ հարվածների ընթացքում 11 պաղեստինցիներ են զոհվել, այսինքն Մերձավոր Արևելքում ամեն ինչ խառն է, այնպես չէ որ միայն Իրանի շուրջ է լարված, այնտեղ էլ Իսրայելում եւ Գազայում լարված է իրավիճակը։ Նետանյահուն նոր հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է սպառել համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները։ Իրանը անկասկած հասկանում է, որ անցյալ անգամ բաց է թողել իր հնարավորությունը եւ կա լուրջ հավանականություն, որ այս անգամ նրանք այն բաց չեն թողնի, ասում է Բենյամին Նեթանյահուն։ Այսինքն Նետանյահուի հանդիպումը Թրամփի հետ, գիտեք, մի քանի օր առաջ նա Վաշինգտոնում էր, դուրս է գալիս, որ Թրամփը ասել է, որ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի բանակցություններով փորձենք լուծել այդ հարցը, բայց եթե չստացվի, միանշանակ պատերազմը տեղի կունենա, քանի որ Ջերալդ Ֆորդ հիմա ավիակիրը մոտենում է Մերձավոր Արևելքին, ամենամեծ ավիակիրն է, ես այս մասին նաև նախորդ հաղորդման մեջ եմ ասել, եւ մենք նաև ստանում ենք հետաքրքիր տեղեկություններ, այսինքն կոնկրետ Աբբաս Արաքչին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ժենևում արդար եւ հավասար համաձայնության հասնելու համար գտնվում եմ այնտեղ իրական գաղափարներով, ասում է, որ միջազգային փորձագետների հետ եմ հանդիպում, Գրոսիի հետ եւ տեխնիկական քննարկումներ են ունեն։ Նաեւ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ են հանդիպելու Կուշների եւ Վիտկոֆի, բայց ինձ թվում է, թե սա կարող է նաեւ վերջին հանդիպումը լինել։ Իրանական կողմը պնդում է, որ իրենք պատրաստ են գնալ զիջումների, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հանեն պատժամիջոցները Իրանի վրայից։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ինձ թվում է, թե կարող է եւ չպայմանավորվեն, չնայած Իրանը իրոք հասկանում է, որ
լուրջ է իրավիճակը, իրենք էլ սկսել են զորավարժություններ ցուցադրելու համար իրենց վճռականությունը, դժվար է ասել 100%-ով ինչպես կլինի, բայց ինձ թվում է, թե խաղաղության հասնելը, պայմանավորությունների հասնելը ավելի դժվար է, ինչքան էլ Իրանը հասկանա, որ փակուղային է իրավիճակը, եթե չհամաձայնվի, այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պահանջներին դժվար թե կարողանա համաձայնվել։ Դրանից բացի Ժնևում հիմա ընթանալու են բանակցություններ, կրկին Ուիտկոֆը եւ Կուշները հանդիպելու են ռուսական ներկայացուցիչների հետ եւ քննարկելու են Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը։ Հետաքրքիր է, որ մամուլը այդ հանդիպումներից ոչինչ չի իմանա, նրանք չեն հրավիրված, այսինքն լրատվամիջոցներ չեն լինի, բայց Թրամփը ասում է, որ իրեն կոչ են անում Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան շատ արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն տեղեկություններ նաև մենք ունենք այստեղից, այնտեղից, տարբեր տեղերից այն մասին, որ հիմա Թրամփը փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան համաձայնվի անցկացնել նախագահական ընտրությունները եւ հրաժարվի Դոնբասից։ Մենք տեսնում ենք, որ փոփոխություններ կան նաև Ռուսաստանի դիրքորոշման մեջ, Մայատնիկի նման տարբերվում է Ռուսաստանի դիրքորոշումը, հիմա էլ կրկին ասում են, որ չէ, այնպիսի ընտրություններ պետք է այնտեղ տեղի ունենան, որոնց արդյունքներում հակառուսական ուժեր չլինեն Կիևում։ Ես չգիտեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ են որոշել, ինչ են մտածում, ինչպես են առաջնորդվում, բայց տեսնում ենք, որ ճնշումը հիմա կրկին գնում է արդեն Ուկրաինայի վրա, չնայած որ առաջնագծից էլ կան այլ հետաքրքիր տեղեկություններ, որ որոշ տեղերում Ուկրաինան ունի հաջողություններ, առաջընթացներ, մի քանի գյուղեր են կարողացել ազատագրել, դրանից բացի շատ էֆեկտիվ ձևով կարողանում են նոր հարվածներ դրոներով եւ նույնիսկ ֆլամինգո հրթիռներով հարվածել, հասցնել Ռուսաստանի էներգետիկ համակարգին։ Հիմնականում այսքան սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։